Երևի թե չխոսեի այս թեմայի մասին, եթե այս թեման անչափ մոտիկ չլներ ինձ։ Լսեցինք, որ հերթական անգամ բանակում մի ժամկետային ծառայող, մի երիտասարդ ինքնասպան ա եղել, որտեղ հասցրել են ինքնասպանության։ Իմ ներկայացման մեջ Տարինց Քեսետ, որը խաղալու եմ 26-ին հենց կամերային թատրոնում, շոշափվում է հենց այդ թեման, կարծես թե ոնց որ դրա մասին գրած լինեմ։ Շատ ցավալի թեմա է ինձ համար, ներկայացումը ստեղծել եմ 2 տարի առաջ, բայց ոնց որ այսօրվա մասին գրած լինի եւ այնտեղ անգամ գլխավոր հերոսը ասում է, որ ես ձեր պահած բանակի մերը, ամենևին էլ չնսեմացնելով բանակի դերը եւ թե որքան կարևոր ինստիտուտ է մեզ համար, երևի թե դրա համար է այդքան ցավոտ մեզ լսել նմանատիպ դեպքեր։ Ցավակցում եմ ընտանիքին եւ բոլորիս, թեպետ ոչ մի ցավակցություն կորուստը չի վերականգնի։ Հիմա եկեք խոսենք պատճառների մասին, որովհետեւ գիտեք պատիժների մասին բան խոսելը, հա ինձ որ մնար, ես կվերականգնեի գնդակահարությունը Հայաստանում, բոլոր նրանց, ովքեր որ մեղավոր են երիտասարդի սպանության մեջ, կգնդակահարեի, ծնողներին կգնդակահարեի, թոռներին կգնդակահարեի, չգիտեմ, ասենք այդպես ես էմոցիոնալ մարդ եմ եւ լավ է որ այդքան ուղեղ ունեցել եմ, բանականություն ունեցել եմ, որ երբեք ղեկավար չեմ եղել, թեպետ դրա հնարավորությունը կարող է ունենալ, եղել ինչ որ լինել ինչ որ մի իշխանության ինչ որ հետանցքում գտնվեի եւ դառնա իշխանության մի մաս, չէ, ես այդ մարդը չեմ, փառք Աստծո, եւ այդքան խելք ունեմ, որ ինձ հեռու պահեմ իշխանությունից ընդհանրապես։ Պատճառների մասին խոսեմ, գիտեք, սիրելի հետևորդ, նախ խնդրում եմ լայք դրեք հիմա, որպեսզի մի քիչ շատ նայեն այս հաղորդումը, սա կարևոր է եւ գրանցվեք ալիքից, եթե դեռ գրանցված չեք։ Պատճառների մասին շատ եմ խոսել եւ պատճառներից ամենակարևորը այն է, որ ոչ մի իշխանություն մեզ մոտ չի զբաղվել հասարակության ձևավորմամբ, այսինքն զբաղվել է հասարակության ձևավորմամբ միայն նախկին իշխանությունը, այլանդակ սերիալներ վերարտադրելով, մի այդպիսի հեռուստաընկերությունում ես աշխատել եմ, փառք Աստծո, հենց այդ գողական սերիալների մեջ չեմ նկարվել, նու թեկուզ որ ֆակտորայով չեմ էլ սազում, ինձնից գողական այնպես ինչպես նաև կարող էի, չգիտեմ, բալերինա լինեի, հա, վերարտադրելով են կեղտը, որը որ նստած է մեր մեջ, իսկ յուրաքանչյուր ժողովուրդ ունի այդ իր վատ կողմերը, իսկ այս իշխանությունը չի զբաղվում դասիրակությամբ։ Դասիրակությունը դա դպրոցի ծրագրերը չեն միայն վերականգնված մանկապարտեզները կամ դպրոցների վերանորոգումը չի։ Դասիրակությունը այն է, որ ինչ ես դու ինչ հասարակություն ես տեսնում այսօր։ Ինչ հասարակություն ես դու ուզում։ Ես լսել եմ, որ մենք պետք է սիրենք մեր Հայաստանը։ Այս քարտեզը կպած մեր սիրելի Հայաստանի, որ նման է փոքրիկ մի գեղեցիկ աղջնակի գլխին, որ դա պիտի սիրենք, դա պիտի մուծենք հարկեր եւ ծառայենք Հայաստանի Հանրապետությանը եւ միայն դա է, դա հասկացանք, այո, հասկացանք, ընդունեցինք, ընդունում եմ, այո, միայն դա է, ավել հագնվա, Կիլիկիա չեմ ուզում վերադառնամ, բացարձակ, նախնիներս Վանից են եւ նաեւ Ղարսից, ընդեղ էլ չեմ ուզում գնամ, անգամ տուրիստ չեմ ուզում գնամ, ցավոտ է, ես կմնամ ստեղ, նորմալ է, բայց ինչ հասարակություն ենք մենք ուզում, որն է մեր հերոսը, ով է մեր հերոսը, ով է մեր ազգի այն մարդը կամ այն մարդիկ, կամ որն է մեր ազգի
լավ կողմեր են փիլիսոփայությունը, որի մենք պիտի ձգտենք, հարենք, ասենք, ես այս գաղափարների տեր եմ, ես նժդեական եմ, չգիտեմ, Սողոմոն Թելերանական եմ, կամ, չգիտեմ, Հովանես Թումանյանական եմ, բան, տենց կոսմոպոլիտ ավելի բան, չգիտեմ, ասենք, դուք կարող եք բացատրել, վերջապես դուք ինձ զանգված եք ուզում, թե ձեզ միայն պետք է, ասենք, ընտրազանգված, որ այդ բիոմասան գա, ձեզ ընտրի գնա տուն, հետո սովորի հարմարավետ դպրոցներում և ստանա նորմալ թոշակ, 65 տարեկանից ձրի բուժվի և երթևեկի հարմար տրանսպորտով, շատ շնորհակալություն դրա համար, ես դեմ չեմ և դեռ ավելին ասեմ, որ ոչ մի իշխանություն այդքան չի արել, ինչքան այս իշխանությունը, բայց ի վերջո մենք ինչ հասարակություն ենք ուզում, ով է լավ տղեն, լավ տղուն բանակում ասում են յախշի, ինքը յախշի է, այ ներկայացման մեջ ասում է, դե պապա ասում է ինքը յախշի է, ասում է այդ յախշիների պատճառով է, էլի, որ նորմալ ընտանիքի երեխեքը ինքնասպան են լինում բանակում, այդ յախշին է, որ մենք ուզում ենք, թե ուղղակի տենց ասելով դա ասենք բանա, ես երևի մի, չգիտեմ, եթե չսխալվեմ, դա ամենամեծ իմ շատ ասվող գաղափարն է, որ ես գեներացրել եմ և ոչ մի ֆիդբեք չեմ, ոչ մի բան չեմ ստացել, ռեակցիա չեմ ստացել իշխանությունից և նրանցից, ով որ զբաղվում է այդ տելե, ռադիո, բան, տենց այդ ամեն ինչով, դա են սոցիալական ռեկլամներն է, որ ամենաշուտն են ազդում, դա ասում եմ, որպես այդ ոլորտի աշխատող, չասեմ մասնագետ, ինձանից ավելի լավ մասնագետներ կան։ Ավելի շուտ է ազդում մարդու ուղեղին, այդ հեռախոսով, հեռուստատեսությամբ, ռադիոյով լսված բառը, կարդացածը չեք, բոլորը չէ, որ կարդում են, մենք մարդիկ ունենք, որ ընդհանրապես չեն կարդում, անգամ թերթ չեն կարդում, անգամ սկրոլաներուց ես որ գրած ալում չեն կարդում, գնում են առաջ, իրանք ուզում են լսեն, այդ լսելով դուք կարող եք այդ մտքերը գեներացնել, որ ես գեներացնում եմ իմ ներկայացումների մեջ, ներկայացմանը գալիս է 50-ից 100 հոգի մարդ, իմ տարիքի տրաքած մարդիկ, որոնք որ այլևս էլ ոչինչ չեն փոխում այս աշխարհում, իսկ այն երիտասարդները, որ ասենք լսում են այդ ամեն ինչը, լսում են այն ինչ որ լսում են, որ լավ տղեն դա յախշի է, որ ոստիկանությանը մի բան հայտնելը դա գործ տալն է, որ անասունի պես մեքենա քշելը դա լավ տղայություն է, որ նստում ես տաքսի, ռեմենը գցում ես, սարա մի գցի ախպեր, մի գցի, ինչի, այ ոչխար, ինչի չգցեմ, այ անասուն, ինչի չգցեմ ռեմենը կարած բացատրես, և ամեն անգամ այդ վարոտին չեմ կարում ես օկրիվ ամեն ամ, Յանդեքսում, Ջիջիում, Զարում արում ամեն տեղ կամ փողոցի պատական տաքսուս չեմ կարա բացատրեմ արա, որ ռեմենը իմ անվտանգությունն է, այ անասուն, ես դա չեմ գցում, որտեղ վախենում եմ ոստիկանությունից, ինձ լուբոյ ոստիկան թողնում է, տեսնում չես տա տալի, ասում վայ Սերգեյ ջան, ինչ լավ է քեզ բռնեցի, կներես, որտեղ առանձնապես խախտում չեմ անում, բայց դա իմ անվտանգությունն է, դա յախշիություն չի, որ չես գցում ռեմենը, այդ հիմա ռեմենի վրա ես կենտրոնացա, որտեղ դա այդ մեծ կտավի մի փուճուր փազլն է, այդ մեծ կտավի փուճուր փազլը նաև այն է, որ միացնում ես իրար, դառնում է բանակում խնդիր, որև գիրեք այն մյուս խնդիրները, ռեմեն գցելը, փողոցանցնելը, անասունի պես մեքենա քշելը, կնգան տփելը, չգիտեմ, ոբշիմ բանը, ցելկա ջոգելը պսակվելուց, այդ ամեն ինչը փուճուր խնդիրներ են, ամեն անասուն իր խնդիրը ունի, թոլուցի ինքը դա, բայց որ խփում ես իրար, դառնում է խնդիր, և այդ խնդիրների մասին պիտի խոսել, ոչ միայն Սերգեյ Դանիելյանի ալիքում, որ ասենք մի 30,000 մոկի մարդանայում, հեռուստատեսությամբ, այդ խնդիրների մասին պիտի նկարվեն ռեկլամներ, սոցիալական ռեկլամներ, որը որ օրական մի քանի անգամ դուրս է գալի, բոլոր հեռուստաալիքներում, որպես
Ես ասել եմ կարելի է ազատել մասնավոր հեռուստաընկերությունները այդ մի փոքր դաշտը, այդ 20 րոպեն օրական եւ բաներից, հարկերից, բան եւ այլն, թող այդ ռեկլամները տան եւ պարտադրեք, որ տան, այնպես ինչպես վարչապետի շնորհավորանք ասենք բանի, հա, ասենք նոր տարվա բոլոր ալիքներով բան ասենք կարևոր չի, Քոչարյանի ալիքն է, չգիտեմ, Սերժի Մորքուրի ալիքն է, կամ չգիտեմ, Փաշինյանի ալիքն է, կարևոր չի, վարչապետի շնորհավորանքն է տալիս են էլ վերջ։ Անույնն էլ դա ամեն օր մի քանի անգամ ասել, որ yaxshi չի, ընդամենը բոզի տղա է, ընդամենը, ներեցեք ոսկեղենիկ հայերենից համար, ընդամենը, եւ այդ տղուն, այդ անպատասխանատու կնոջ տղուն պետքա հերոսացույցով ցույց տալ, թե ինչպես են նվաստացնում ոստիկանները, ունիտազի մեջ գլուխը սենց թաթախելով, ասել դու yaxshi չես, դու բոզի տղա ես, ու այսպես թաթախում են ու ցույց ես, արալ հավատացեք, մարդու իրավունքներ, բան, ստից անասունի դեմ պետքա անասնաբար վարվես, ժողովուրդ, այտենց պիտի վարվես, չեմ ասում գնդակար ես, են էլ անասուն ինքը չի հասկանում, իրա հերն ա տենց հեղե, իրա պապն ա տենց հեղե, իրանք սաղ ցեղովը տենց են, դրա համար եթե գնդակար են լինես, պետք է քոքան անես, սաղին մինչև պիցիկանդրոպ եւ նիանդարտալեց սաղին գնդակար ես, ոսկորները հանես վառես, որ քոքը կտրվի, բայց տենց չի լինի, այս ազգի 20%-ը պետք է տենց անես, չի կարելի, բայց իրան պետք է կոտրես եւ ոչ թե բանտում պիտի կոտրեն իրա նմանները, որ դուրս գա ավելի վատը լինի, այլ մինչև բանտ նստացնելը պիտի կոտրես, պիտի ցույց տաս, որ կոտրեցիր, սոցիալական ռեկլամներով պիտի բացատրվի ժողովրդին, կաթացվի, ասացվի, էլեմենտար աղբ թափելուց մինչև միջազգային հարաբերություններ, այդ ռեկլամները պիտի նկարվի, ուրիշ ձև չես կարող ժողովրդին դաստիարակես, մենակ ծեծելով չի, պիտի նաև լինի այդ դաստիարակությունը մենակ դպրոցում չի, այսօրվա դրությամբ ցավոք, ուսուցիչը այդ հեղինակությունը չունի, որ կարենա բացատրի, որովհետև եթե բանա վճարովի դպրոց է, այդ երեխեն գալիս է թքածս մարա դու ով ես հրա պապաս մի միլիոն փող ա մտցում քեզ տարեկան արա դու ով ես ինձի բան ասես էդ էլա խոցել դա ուրիշ խնդիրներ կա չեմ ուզում մտնել այդ համակարգի մեջ թող մինիստրը լուծի այդ իրանց գործն է ես ասեմ ինչ որ ես կարամ լուծեմ ինչ որ իմ ոլորտը կարա անի եւ ոչ միայն թատրոնում անում ենք ինչքան հնարավոր է բայց պետը հանրային հեռուստատեսությունից մինչև կաբելային հեռուստատեսություն այդ ռեկլամները կարելի է գնալ բացի այդ ովանկարելու այդ ռեկլամները մասնագետ չունենք ասում եմ հրավիրեք դրսից բայց ունենք ինչի չունենք ռեժիսորներ ունենք բաներ ունենք կա չնայած ոբշիմ չեմ ուզում այն բնակավարը հայհոյեմ առանց այդ լիքը նենց ճուզողներ ունեմ հա թող իրանց քաքի մեջ տապակվեն բայց կան մարդիկ կան ովքեր որ կարան հետաքրքիր ռեկլամներ նկարեն սոցիալական ռեկլամը սիրելի է որ ձեզ եմ ասում որ կարող է չհասկանաք ինչի մասին է խոսքը այն փոքրիկ ռեկլամները որը շահույթ չհետապնդող են իրենք մարդու ուղեղին կաթացնող ռեկլամներ են քանի տենց ռեկլամ գիտեք հեռուստատեսությամբ չունենք միջադիրներից բռնած մինչև ալկոհոլ ու եսի մինչ ինչ ռեկլամ ասես կա լավ է բիզնես է թողանեն մարդիկ դեմ չեմ բայց կարելի է չէ օրական 20 րոպե տարբեր ժամերին մի հատ տենց ռեկլամ դուրս գա ու այս խեղճ ժողովուրդը որ նայում է հասկանա որ եթե իրան տենց է պահում դա լավ չի դա վատ է եւ ազդեցիկ ռեկլամներ լինեն ես համոզված եմ որ այդ ազդեցությունը մի 5 տարի հետո կտա արդյունք Արա որոգայթը ոնց 5 տարում սաղին դարձեց գողական ու բոզի տղա ոնց դարձրեց չէ դարձրեց էլի դե հիմա հետ ֆրացեք մի հատ չեմ ասում սերիալներ նկարեք սերիալները չեք կարա նկարեք նորմալ սցենարիստներ շատ քիչ է չնայած կարելի է ինչ
գտնել ու պատվիրել, փորձել ամենայն դեպս։ Սխալ եմ ասում, համոզված եմ, որ կան այդ սցենարիստներն էլ կան, եթե նորմալ ասենք, եթե դա լինի պետական ծրագիր։ Դա պիտի լինի պետական ծրագիր, իմացած է ինչ է։ Մասնավորին դա պետք չի։ Մասնավորը, եթե թողնես պորնոյը ցույց կտա, այնքան որ փող աշխատի, ժողովուրդ բիզնեսը, բարոյականության, ճաշակի, եսի մինչ այդ ոչ մի կապ չունի, բիզնեսը լրիվ այլ ոլորտ է։ Այլ ոլորտ դա տարբեր բաներ է, չի կարելի մեկը մյուսի հետ համադրել, ոնց որ կարի մեքենան եւ կարմիր գույնը։ Տարբեր բաներ է դա, լրիվ ուրիշ է։ Բայց պետությունը պետք է մտածի, իշխանությունը պետք է մտածի, ինչ հասարակություն է մեզ ուզում։ Սովետում որ ապրում էի, ասում էին նոր մարդու ձևավորում։ Այդ ինչ որ տենց մարդկանց մի խումբ էր, որոնք որ կոմունիստական կուսակցությունը ամենակարևորն է։ Տղեն է դուր հոր վրա գործ է տալի, հորը տանում գնդականում են, տղուն ասում են մալադես, դու հերոս ես։ Պավլիկ Բարոզով։ Գաղափարախոսություն էր։ Սխալ գաղափարախոսություն, սխալ, բայց գաղափարախոսություն էր։ Ձեր գաղափարախոսությունը ո՞րն է։ Որն է։ Որ մենակ այդ 29000 քառակուսի կիլոմետր եղբայր համաձայն ենք հետո ով է ապրելու այդ 29000 ու ես իմ ինչքան այդ քառակուսի կիլոմետրի մեջ ովքեր են ապրելու ովքեր են ստանալու 65-ից հետո անվճար բուժում ում համար է լինելու, չգիտեմ, բան նորմալ դատական համակարգ եւ կրթական համակարգ ում համար է լինելու, ովքեր են լինելու այդ մարդիկ, այ դուք այդ պատասխանին տվել եք, այդ հարցին պատասխան տվել եք, չեք տվել։ Ես ձեզ ասում եմ ովքեր պիտի լինեն, ու ոչ միայն ես։ Շատ ու շատ ասեք ինձանց ավելի արժանավոր, խելոք եւ կրթված ուսյալ մարդիկ։ Ասում են դա ովքեր պիտի լինեն, դա պիտի լինի կրթված, ինտելիգենտ, նորմալ, մարդիկ, որոնք որ օրենք են պաշտպանում, մարդիկ, որ կարան վերցնեն հեռախոսը եւ զանգեն, ասեն, գիտեք ինչ, այն անասունը խանգարում է ինձ։ Վատ է իրան պահում։ Ու ոստիկանը ոչ թե ասում է լավ ախպոր պես է, չէ, գալիս է բռնում է նրան, գալիս է այն մարդն է բանը, այն մարդն եմ ուզում լինեմ հասարակությանը, հարցակցության մեջ, որ ասի, գիտեք, ինչ կնոջը ծեծելը, ասենք, դա տղայություն չի, դա քրեորեն բան է, պատժելի է այդ ամեն ինչը, որ սելեկտիվ աբորտները դա լավ տղայություն չի, եւ այլ, տեսեք ինչքան միլիոն թեմաներ կա, որի շուրջ կարելի է խոսել, չեք խոսում, արա, արվեստագետները բան չեն, ղալաթ է կարե բան չեք, մեռանք անելով, հասկանում եք, որ մենակ արվեստագետներով չես անտեր կյանքը, ուր են մեր արվեստագետները, Պանթեոնում են արվեստագետները, պրծավ, հանգստացեք մի հատ հլը, թողեք մեզ հանգիստ, արա քակը չեն կգե ձեռներդ, Հովանես Թումանյաններ չկա, հանգստացեք, ու հիմա ուրիշ է, առաջ մի հատ ասենք, մի հատ Ֆրունզիկ մկրճա, մի հատ ալիքում երևում էր, սաղ աշխարհը ճանաչում, Ֆրունզիկը, հա, որտեղ մի հատ ալիք կար, արա, մի հատ, հիմա 100 հատ է այդ ալիք, ինչքան ուզում ես երևա, մեկը ոչինչ ես, դու ոչ մեկ ես, եթե պետությունը չուզեց, եթե իշխանությունը չուզեց, դու ոչինչ ես, խոսքը արվեստագետի մասին է, ու հերիքա թողեք արվեստագետներին հանգիստ, մենք դրանց ավել չենք կարող անենք։ Ներողություն եմ խնդրում բարձր տոնայնության համար եւ զազրախոսության նույնպես։ Այդքան բան։ Արվեստագետի խոսք եք ուզում, եկեք ամսի 26-ին եկեք կամերային թատրոն, ինչ ասեմ։ Ես գիտեմ, որ կգան հենց այն մարդիկ, ովքեր որ դա իրանց պետք էլ չի։ Դա ասենք, իրան կգան ուղակի հոգուց փոփան կնայենք, ասեն, էս ինչ լավ էր բան ու կգնան։ Բայց այն մարդը, որ պիտի նայ ու գետին մտնի ամաչին, ֆուտբոլի առաջնության ժամանակ, հա, կամ որևէ մի հատ ասի կինոյի ժամանակ, մտնի ու ասի, արա դու սենց պիտի անես, որև ամբողջ աշխարհում սենց է, իսկ դու կապիկ ես, շիմպանզե ես, չես հասկանում, ոչխար, կնստացնեմ բանտ, եթե շարունակես, ինչ որ խնդրի շուրջ, այն ժամանակ ասես, արես ինչ ասես, կնիկ լա մի ալիքը շուրջ տորես, ինչ ասում, դե մի բան կմտածի, երևի թե իրա ասենք բանի ես ուղեղի մեջ,
այդ մի հատ իզվիլինան, որ ասենք տես մենակ ուտելու արտաթորելու ու բազմանալու համար, մեկը հոպ խփի ես մի իզվիլինային, էսի մտածի ասի չի արա, երևի թե ստե ինչ որ կոնֆլիկտ կա, ու ցած խոսեն իրար հետ, ու միք ծնվի ստեղ։ Կարող է։ Ամենայն դեպս տենց է արվում։ Հենց այդքան է երևի։ Սարի թատրոնում էլ բարձրացվում են նմանատիպ խնդիրներ։ Բարձրացվում են, խոսում ենք, ստեղ հավաքվում ենք, նաև ներկայացումներից հետո էլի խոսք առնում, քննարկում ենք եւ էլի եմ ասում, այնքան վատ է, որ միայն գալիս են իմ հետևորդները եւ երկրպագուները, այն մարդիկ, ովքեր որ ինձ նման են։ Իսկ այն մարդկանց, ով ինձ նման չեն, իմ խոսքը չի հասնում։ Ոչ միայն իմ խոսքը։ Իրանք իրար մեջ են, մենք իրար մեջ։ Դա համար եմ ասում, լայք դրեք, թող տարածվի, թող լսեն, թող ուրիշներն էլ նայեն։ Լավ ժողովուրդ ջան։ Ուզում եմ արդից օգտվեմ շնորհակալություն հայտնեմ նրանց, ովքեր որ donation-ին մասնակցում են եւ շարունակում են donate անել Սարի թատրոնը, մատերիալի փողը կա, բայց չունեմ դեռ լիցենզավորված ինչ որ մի կազմակերպության փող, որ Սարի թատրոնը սարքի։ Կներեք, որ առիթը օգտագործեցի դրա համար նաև ասեմ, բայց դա էլ իմ գործն է, այս ալիքը ստեղծված է դրա համար, որպեսզի, այսպես ասած, առաջ տանի իմ գաղափարները եւ իմ ստեղծագործական կյանքը, նաև իմ թատրոնի կյանքը։ Ձեր էկրաններին QR կոդն է, կարող եք աջակցել։ Շնորհակալություն։